Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանուցումների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Ինչպես հայտնի է, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ եւ դա Ամերիկայի անփոփոխ քաղաքականությունն է։ Իսրայելը իր հերթին հարվածներ է հասցրել Իրանին։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը պատասխան հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող Միացյալ Նահանգների ռազմական օբյեկտներին։ Փետրվարի 28-ից մարտի 1-ը ամերիկացիների շրջանում SSRS ընկերության անցկացրած հարցումները ցույց են տվել, որ Միացյալ Նահանգների բնակիչների մեծամասնությունը 59%-ը չի աջակցում Իրանի դեմ Թրամփի ներկայիս ռազմական գործողությանը։ Հարցումը միաժամանակ ցույց է տվել, որ հարցվածների 60%-ը կարծում է, որ նախագահը գործողությունների հստակ ծրագիր չունի, իսկ 62%-ը կարծում է, որ ցանկացած հետագա ռազմական միջամտությանը պետք է հավանություն տա կոնգրեսը։ Նշենք, որ 18-ից 34 տարեկան երիտասարդ հարցվողները հիմնականում դեմ են Իրանի դեմ հարվածների առնչությամբ։ Նախագահ Թրամփի գործողություններից դժգոհ է երիտասարդների 71%-ը։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանk.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Պետք է կանգնեցնել բռնության ալիքը Մերձավոր Արևելքում, քանի դեռ այն չի վերածվել անդառնալի անդունդի, ասել է Հռոմի Պապ Լեոն 14-րդը կիրակնօրյա տիրոջ հրեշտակ աղոթքից հետո։ Մեկնաբանելով դրամատիկ իրադարձությունները տարածաշրջանում, Պապը նշել է, որ իսկական խաղաղությունը երբեք չի կառուցվում փոխադարձ սպառնալիքների կամ միայն մահ եւ ավերածություն բերող զենքերի վրա։ Նրա խոսքով միակ ճիշտ ուղին խոհեմ եւ պատասխանատու երկխոսությունն է։ Բարոյական պատասխանատվություն ստանձնեք եւ կանգնեցրեք բռնության ալիքը, քանի դեռ այն չի վերածվել անդառնալի անդունդի, ասել է Հռոմի Պապը, գրում է Վատիկան Նյուզը։ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մտահոգված է Մերձավոր Արևելքի հայկական համայնքներում ստեղծված իրավիճակով։ Ըստ էության Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ շղթայազերծած պատերազմը ներառել է ամբողջ Միջին Արևելքը։ Պատերազմը հանգեցրել է մահերի, խուճապ, անորոշություն եւ համընդհանուր տագնապ առաջացրել։ Բնականաբար Միջին Արևելքի երկրների հայկական գաղութները եւս առավել կամ նվազ չափով ենթարկվել են պատերազմի հետևանքներին։ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր տարածաշրջաններում եւ հարցերի լուծումը գտնել քաղաքական բանակցությունների միջոցով։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։
Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մեկնարկել է «Ջնջելով անցյալը մշակութային ժառանգության ոչնչացում» խորագրով խորհրդարանական հետաքննության գործընթացը, հայտնում է Հայդատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը։ Այն նպատակ ունի ուսումնասիրել 2023 թվականից ի վեր Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը, մինչ այժմ ձեռնարկված իրական քայլերը, ինչպես նաև արդարադատության և հաշվետվողականության ապահովման հնարավոր մեխանիզմները։ Քննության գործընթացը ընթանալու է 5 փուլով։ Մշակութային ոչնչացման վերաբերյալ փաստերի և գործող իրական արձագանքների քարտեզագրում։ Դիմումների ընդունման փուլի մեկնարկ։ Հանրային լսումների անցկացում փորձագետների և վկաների մասնակցությամբ։ Եզրափակիչ զեկույցի հրապարակում։ Հետագա քննարկումներ Մեծ Բրիտանիայի կառավարության և միջազգային կառույցների հետ։ Discover the magic of M-Video Photo. Looking for high-quality video and photo services for your event? At M-Video Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Հայաստանի պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է, գրել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա նշել է, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է։ Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն, Կարապետյանը ունակ է լուծելու այդ խնդիրը նշված է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրառման մեջ։ Ի դեպ, Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները նշանակված են այս տարվա հունիսի 7-ին։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործողային վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է Հարսենյաց ծննդյան մկրտության և այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո և ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ և ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ, իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող դիտել www.արձագանktv.com կայքում, կհանդիպենք հաջորդ շաբաթ։